Օրերս Թբիլիսի քաղաքում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշար, նվիրված վաստակավոր մարզիչ Բեգաուրիին։ Հուշամրցաշարին հրավիրված էին մասնակցելու նաև Նինոցմինդայի ըմբշամարտի մարզիկները։ Ներկայանալով խաղերին մարզիկները ցուցաբերեցին գոհացնող արդյունք։ Հարցազրույց ունեցանք ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Պողոսյանի հետ։ Ուզում եմ ողջունել բոլոր մեր մարզասերներին, նամանավանդ ովքեր հետևին են մեր սպորտին եւ հետաքրքրվում են, եւ շնորհակալություն կուզեմ հայտնել ձեր հեռուստաալիքին, միշտ ուշադրության կենտրոնում կպահեք սպորտը։ Առաջինը այդ մրցումի անցկացումը եղել էր քաղաք Թիֆլիսում, մեր մայրաքաղաքում, նվիրված վաստակավոր մարզիչ Շալվա Բագաուրի անվան հուշամրցաշարն էր, որտեղ մասնակցում էին Վրաստանի բոլոր ռեգիոնները, մոտ 300 մարզիկ ըմբիշ։ Այդ ըմբիշների տարիքը 11-12 թիվն, 2011-2012 թիվն էր։ Մեր շրջանից մասնակցում էին Կամբագյուղի ըմբիշամարտի խմբագի մարզիկները, մոտ 12 մարզիկ, որոնքով իմ գնահատականովս բավարար բռնեցին, կոդեմարդեցին այդ մրցաշարին։ Ամեն քաշայինին մասնակցում էին մոտ 25-ից 30 ըմբիշ։ Ուզեմ առանձնահատուկ նշել 29 կիլոգրամ քաշային ըմբիշը Ռոբերտ Սրդոյանը, 32 կիլոգրամ քաշայինը Հայկ Հախվիջյանը, 41 կիլոգրամ քաշայինը Մգրտիչ Ջանամյանը եւ 44 քաշային ըմբիշ Աշիկ Կարապետյանը։ Նրանք կոդեմարդեցին մոտ 5 կոդեմարդ անցկացրեցին, 5-ից մի հատ պարտվեցին, մեկը պարտվեցին եւ հազիվ արժանացան երրորդ մրցանակային տեղի։ Ասեմ, որ մենք էլ ավելի արդյունք կայինային ունենա, օրինակ Ջանամյան Մգրտիչը նեմիավորով պարտվեց հագարագործին, որ նոր եղավ վճռական կարար ինքը եզրափակիչում գտնվել կարար։ Ես այստեղ սխալ բաները Մովսես Հարությունյանը ունի։ Մովսես Հարությունյանը 38 կիլոգրամ քաշայինում 5 հատ կոդեմարդեց, բայց տեղ չկարողացավ կրալ։ Հոյակապ ելույթ ունեցավ, հոյակապ արդակարգ կրնեց, բայց տեղ չկարողացավ կրալ։ Մեկ կիսաեզրափակիչում նույնպես արդեն հաղթելու էր 7-8 միավորով հագարագործից առավել էր, վերջի 30 վայրկյանում երեխան խռնվավ, չկարողացավ այդպես էլ պարտություն կրեց, ցավալի պարտություն կրեց։ Ես ուզում եմ նշել, որ այս տարի այդ ցուրտ եղանակներում, չէ, այս տարի շատ ցուրտ է եղանակներում, մոտ գանձա 30 գրադուս աստիճան մարոզ էր, չէ, բայց գանձայի ըմբիշները այդ կարիքը չէին զգա, քրդենը թաց, պատկերացնեք, ջերուցումը ինչքան նշանակություն տվեց, ջերուցման պրոբլեմը լուծվավ, ես շատ մեծ շնորհակալություն կուզեմ հայտնել մեր իշխանությանը, մերիային, մունիցիպալիտետին, Սակրեբուլոյին, մեր սպորտի բաժինը, մեր սպորտ դպրոցի տնօրենը շատ մեծ ուշադրություն դարձրել է Վալերա Բդոյանը, առանձին շնորհակալություն։ Մի խոսքով այդ մեծ արդյունքները մի հոգով չի լինի, շրջանով կեղնի, գյուղով կեղնի, երկրով կեղնի։ Eso, Itti Dawe. Saúde, David.